Ներկայացնեմ մի պատմություն, թե ինչպես են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները համակարգված կերպով նշանակվել Գյումրիում գործող պոլիկլինիկաների տնօրենների պաշտոններին, ինչպես են զուգահեռ նոր հաստիքներ ստեղծվել, որպեսզի հանկարծ գործազուրկ ՔՊ-ական կադրեր չմնան, ինչպես է այս գործընթացն ուղեկցվել աշխատավարձերի բարձրացմամբ։ Թիմի ընկերակրել է պետք անկախ մասնագիտական որակներից։ Դիտարկենք, թե սկսած 2022 թվականից կադրային ինչպիսի փոփոխություններ են եղել բժշկական հաստատություններում եւ սկսենք թիվ 1 պոլիկլինիկայից։ Ես Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենս, ուզում եմ ջերմ բարեմաղթանքներ ուղղել Հաչիկ Կալեստյան նշանակվել է այս բժշկական հաստատության տնօրեն 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այդուհետ նա դարձել է ակտիվ ՔՊ-ական։ Սոցցանցի էջը ողողված է քաղաքացիական պայմանագրի քարոզչությամբ կուսակցական հավաքների մասին հրապարակումներով։ Թիվ 2 պոլիկլինիկա 2025 թվականի նոյեմբերից տնօրենի պաշտոնը զբաղեցնում է քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանը, ով հանդիսանում է Աննա Հակոբյանի ազգականը։ Այժմ Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է։ Վահագն Մկրտչյանը, երբ ՔՊ-ն հուշագիր էր ստորագրել Պալասանյան դաշինքի հետ, զբաղեցրել է նաև Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։ 2025-ի մայիսին նա նշանակվել է թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ, 2025-ից արդեն տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա 2022 թվականին ժամանակավոր պաշտոնակատար, ապա տնօրեն է նշանակվել դարձյալ քաղաքացիական պայմանագրի անդամ Աստղիկ Բեյբությանը, նա ևս Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկա փակbaşնետիրական ընկերության տնօրենը Արթուր Մանուկյանն է։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ։ Նախորդ թիմ ընտրություններին նա ևս ընդգրկված էր ՔՊ-ի ցուցակում։ Ասած քաղաքացիական պայմանագրի անդամ է դարձել 2023 թվականին։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակում իր տեղն ուներ նաև Բերլին պոլիկլինիկա փակbaşնետիրական ընկերության տնօրեն Դավիթ Դավոյանը։ Այս ՔՊ-ականը պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնում է նշանակվել 2023 թվականի հունիսից, մեծ զրույցում հաստատեց քաղաքացիական պայմանագրի անդամ է։ ՔՊ-ականների շարքն այսպիսով չի ավարտվում։ Ինչպես հասկանում ենք, մինչև նախորդ տարի պոլիկլինիկաներին հարկավոր չի եղել փոխտնօրեն, այդ հաստիքը ավելացվել է կարծես հատուկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների համար։ Շիրակի մարզպետարանից գալային փոխանցել են պոլիկլինիկաների փոխտնօրենների վարձատրության չափ սահմանվել է 330,000 դրամ։ Հիմնավորումն այն էր, որ պոլիկլինիկաների տնօրենների աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է։ Եվ ահա վերոհիշյալ պոլիկլինիկաներում կրկին տեղավորվեցին քաղաքացիական պայմանագրի անդամներ, առողջապահական ոլորտի հետ կապ չունեցող անհասկանալի կերպարներ։ ՔՊ-ական Կարեն Խաչատրյանը նշանակվեց Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի փոխտնօրեն, Վահե Փահլևանյան Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի փոխտնօրեն։ Բարև ձեզ, ես Նարեկ Բեգզազյանն եմ, Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի փոխտնօրենը։ Սույն ՔՊ-ականը հանդիսանում է նաև Գյումրու ավագանու անդամ։ Էմմա Պարսեղյանը, ով կրկին ավագանու ՔՊ-ի անդամ է, նշանակվել է Բերլին պոլիկլինիկայի փոխտնօրեն։ Նախկին կադրերից Սիրանուշ Ղուկասյանն է մնացել, նա այժմ զբաղեցնում է երկրորդ պոլիկլինիկայի փոխտնօրենի հաստիքը եւ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը, ով մինչ այդ եղել է Գյումրու Արյան փոխներարկման կայանի տնօրեն։ Մնացած բոլոր հաստատություններում տնօրեններն ու փոխտնօրենները կուսակցական են եւ քաղաքացիական պայմանագրի անդամներ։ Անցում կատարենք աշխատավարձերին եւ տեսնենք, թե ինչ փոփոխության է ենթարկվել տնօրենների վարձատրության չափը։ Թիվ 1 պոլիկլինիկա 2020 թվական 244,000 դրամ, 2021 թվական 280,000 դրամ, 2022 թվական 280,000 դրամ, 2023-ից նոր տնօրեն եւ նոր աշխատավարձ բոլոր պոլիկլինիկաներում, 2023-ին արդեն 360,000 դրամ, 2024-ին տնօրենի վարձատրության չափը ամսական սահմանվել է 700,000 դրամ, պատկերը նույնն է 2025-ին։ Բերլին պոլիկլինիկա 2020-21-22 թվականներին տնօրենի վարձատրության չափը ամսական կազմում է 380,000 դրամ, 2023 թվականի հաստիկացուցակի համաձայն 456,000 դրամ և 2024 թվականից 700,000 դրամ։
Պատկերը որոշակի տարբերությամբ նույնն է մյուս պոլիկլինիկաներում ևս։ Այսպիսով, Գյումրիի պոլիկլինիկաների տնօրենների եւ փոխտնօրենների պաշտոնները համակարգված կերպով զբաղեցրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները։ Ինչը սա, եթե ոչ համակարգված քաղաքական նշանակումների գործընթաց, այլ ոչ թե պատահական համընկնում, քաղաքական կենտրոնացված կադրային բաշխում։ Նույն պատկերն է բազմաթիվ այլ հաստատություններում, որոնց դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։